Այժմ տեսնենք ինչ է սպասում կշեռքներին մինչև հուլիսի վերջ աշխատանքում և կարիերայում։ Ինչ է սպասում կշեռքներին իրենց գործերում հուլիս ամսվա ընթացքում։ Ընտրում երկու տարբերակ ավելի շատ մարդկանց ինֆորմացիա հասցնելու համար հարգելներս, որը ձեզ կվերաբերի, այն էլ կարող եք ձեզ վերագրել։ Առաջին տարբերակ և երկրորդ տարբերակ։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելի կշեռքները։ Նրանք, ովքեր շատ են աշխատել կամ շատ կաշխատեն հուլիս ամսվա ընթացքում, բավականին հաջող կլինեն իրենց գործերը։ Տեսեք, մարդը շատ աշխատում է, հոգնում է 10 է սա ջահերի եւ 10 գավազանների մարդը շալակել է, շատ դժվար է աշխատում։ Դժվարությամբ ձեզ կհաջողվի ձեր գործը վերջացնել, միգուցե շատ զբաղված կլինեք, բայց ամեն դեպքում շատ հաջող կլինի ձեզ համար։ Այսինքն առաջ, այսպես ասեմ, հետագայում, միգուցե ձեր կարիերայի համար, ձեր գործերը ավելի կբարելավեն ապագայում, եթե դուք հուլիսին, այսպես մաքսիմում ջանքեր գործադրեք ձեր աշխատանքում կամ ձեր գործունեության մեջ։ Դա կարող է հետագայում նպաստել ձեր կարիերայի համար։ Գիտեք, ես կարող եմ ասել 10 նաև ջահերի ինձ թվում է նշանակում է, որ բավականին ծանր է աշխատանքը կշեռքների համար։ Այսինքն դժվարանում եք ձեր գործը ձեզ համար շատ դժվար է։ Ինչ էլ որ անում եք, միգուցե պատասխանատվությունն է չափից ավել շատ։ Միգուցե գործն է ձեզ համար դժվար, որովհետև կարող է մեկ ուրիշ այս գործը հեշտ անել, բայց ձեզ համար դժվար է։ Միգուցե ինչ-որ մի նոր բան եք սովորել, ինչ-որ մի նոր ծրագիր, կամ պարզապես շատ եք ծանրաբեռնված։ Ամեն դեպքում ես տեսնում եմ, որ գործը ինչ որ անում եք, ինչպես է որ դուք գումար վաստակում եք, իրականում շատ ծանր է նստում ձեր վրա։ Հեշտությամբ չի տրվում։ Դուք բավականին աշխատում եք, ջանքեր եք թափում ձեր աշխատանքը շարունակելու համար։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ շատ հետաքրքիր տարօրինակ կարտեր, տեսնում եմ, որ դուք բավականին դժվարություններ էլ ունեցել եք, այսինքն ինչ որ նպատակներ եղել են, բայց հետո ինչ որ բան վերջացել է, կարողացել եք խոսել, զրուցել, չգիտեմ, հաղորդակցվել մարդկանց հետ։ Ամեն դեպքում նպատակները, որ ունեցել եք, ինչ որ բան ամեն դեպքում փոխվել է, ինչ որ բաներ կորցրել եք աշխատանքի հետ կապված, ձեր նպատակին մինչև վերջ չեք կարողացել հասնել։ Ես տեսնում եմ, որ դուք աշխատում եք, միգուցե որտեվ աշխատանքը չեք կորցրել, բայց ինչ որ հարմարավետություն աշխատանքում, չեմ կարող ասել, ինչ որ ամեն դեպքում մի նպատակ ունեցել եք, որին չեք հասել, ես առնետների կարտով եմ տեսնում։ Տեսնում եմ, որ փորձել եք շփվել, միգուցե հաղորդակցվել մարդկանց հետ, միգուցե կարողանային ձեզ օգնել։ Ես իրականում տեսնում եմ, որ ձեզ պատասխանել են եւ փորձել են ձեզ օգտակար լինել մարդիկ ներողություն։ Պարզապես շատ բաներ եղել է, որ իրենցից կախված չի եղել։ Ոչ ձեզնից է կախված եղել, ոչ էլ իրենցից։ Այդ կորուստը ինչ էլ որ եղել է։ Ես չեմ կարող ասել, օրինակ աշխատանքում մեկը հեռացել է աշխատանքից, իր գործը դրել են ձեր վրա, դուք հիմա մեկի փոխարեն երկու հոգու համար եք աշխատում, բայց չեն կարողանում նոր հաստիք ավելացնել։ Շատ պարզ օրինակ եմ բերում, որ ձեզնից էլ կախված չի, իրենցից էլ կախված չի։ Դուք չեք կարողանում աշխատանքը թողնել հեռանալ, բայց ինչ որ մեկի կամ աշխատանքում ինչ որ մարդու կորստի պատճառով հա մեկը հեռացել է, ձեզ ծանրաբեռնել են, այսպես դժվար է ձեզ համար աշխատելը, համ չեք կարողանում աշխատանքը թողնել հեռանալ, համ էլ չեք կարողանում թեթևացնել ձեր վիճակը։ Եվ դա եղել է ձեզնից անկախ, բայց ես տեսնում եմ, որ աշխատանքի վայրում իրականում փորձել են ձեզ օգնել, բայց օգնել ասելով, այսինքն փորձել են ձեզ զրուցել եք, փորձել են ձեզ լսել, միգուցե դժգոհել եք, բողոքել եք եւ փորձել են ձեզ լսել, բացատրել են, որ տարբերակ չկա, եթե ուզում եք աշխատանքը պահել, պետք է աշխատեք նաեւ երկրորդ, չգիտեմ, այդ բացակայող մարդու փոխարեն։ Ես կարող եմ ասել, որ աշխատանքի վայրում ձեզ իրականում լավ տրամադրված են,
Ամպերը կուտակված են, որովհետև դուք եք դժգոհ, այդպես կարող եմ ասել։ Ես ոչ մի խնդիր աշխատանքում չեմ տեսնում։ Իրականում ձեզ եւ հավանում են եւ ուզում են աշխատեք, մենակ պարզապես չափից ավելի շատ են ծանրաբեռնել, բայց ես տեսնում եմ, որ կթեթևանա ձեր վիճակը։ Եվ այստեղ էլ եմ տեսնում, որ կթեթևանա ձեզ հաջողություն է սպասում։ Միգուցե չգիտեմ, ինչու պարգևատրություն տակ ձեզ լավը զգաք պարգևատրություն տալիս, գումարներ չեմ տեսնում անկեղծ ասած, բայց տեսնում եմ առաջ խաղացում, այսինքն միգուցե թեթևանա ձեր վիճակը հուլիսին։ Չեմ կարող ասել ինչ կլինի։ Միգուցե արձակուրդ վերցնեք, հանգստանաք մի քանի օր, վերականգնեք ձեր առողջությունը, որտեղ սա նաև առողջություն կարող է նշանակել։ Առողջությունը ձեր միգուցե ֆիզիկապես եք գերհոգնած, այնքան եք աշխատել, որ ֆիզիկապես շատ հոգնած վիճակում եք, դրա համար եք այդպես նեղվում եք, մի տեսակ զգում եմ, որ շատ դժվար է ձեզ համար աշխատելը։ Ձեր առողջությունն էլ կվերականգնվի։ Մի քանի օր միգուցե վերցնեք մնացեք ուղղակի մնաք տանը, թող ինչ-որ մեկը ձեր գործն անի։ Տեսնում եմ առաջ խաղացում եւ գործերում կթեթևանա վիճակը եւ ձեր առողջական վիճակն էլ կլավանա եւ առասարակ հաջողության կարգը տեսնում եմ։ Այսինքն, եթե շատ էսպես դժվար աշխատում եք, ինչ որ դրական փոփոխություն կլինի ձեզ համար, հարգելի կշարքներ։ Երկրորդ տարբերակը տեսնում եմ այսպես խոցված սիրտը երեք կողմից եւ տեսնում եմ բանալին։ Գիտեք, այստեղ կարող է լինել ինչ-որ մարդիկ ձեզ աշխատանքի վայրում կամ ձեր գործերում հիասթափեցրել են կամ պարզապես նեղացրել են։ Չեմ կարող ասել, չեմ տեսնում դուք աշխատանք կորցնում եք, առայժմ չեմ տեսնում, բայց տեսնում եմ, որ այո, ինչ-որ շատ հիասթափված եք։ Շատ։ Եվ այս հիասթափված վիճակից դուրս գալու համար բանալին ձեր ձեռքում է, միգուցե դուք պետք է ինչ-որ որոշում կայացնեք։ Դե աշխատանքի վայրում կամ մի հոգի կամ երկու հոգի, որտեղ կարող է այստեղ ինչ որ վեճ կամ կոնֆլիկտն էլ 3 հոգու մեջ, որտեղ 3 թուր եմ տեսնում այստեղ, թրերի 3-ն է սա։ Միգուցե 3 հոգու դեմ է եղել ձեր խնդրեմը, ձեր խնդիրը, 3 հոգու դեմ եք պայքարել, չգիտեմ։ Կամ պարզապես դուք մենակ երկուսի դեմ, այդպես էլ կարող է լինել։ Ամեն դեպքում տեսնում եմ, որ մի տեսակ հիասթափված վիճակում եք։ Բայց բանալի կա նշանակում է ինչ-որ տարբերակ կա այս ելքը փրկելու։ Տեսնենք ինչ խորհուրդ կտան կարտերը։ Այսինքն ուզում եի ասել տարբերակ կա այս ելք կա այս իրավիճակից դուրս գալու։ Տեսնենք։ Գիտեք, ես ճիշտն ասած, այսպես անորոշ պատասխաններ եմ տեսնում կարտերից։ Ասում են, որ տարբերակ կա, բայց ես իրականում չեմ տեսնում շատ պարզ թե տարբերակն իրականում որն է։ Գիտեք, լավ աշխատանք ունեիք, լավ աշխատանք էր, լավ էլ գումար էիք վաստակում։ Ես չեմ կարող ասել ինչ է փոխվել։ Ձեզ շատ հարմարավետ էր, շատ լավ եք զգում, արևով եմ տեսնում, բայց ուղղակի սրանք սկզբում են այս կարտերը, այսինքն ամեն ինչ շատ նորմալ էր։ Շատ հարմար աշխատանք էր։ Ես չեմ կարող ասել տուն այստեղ ինչ կապ ունի։ Միգուցե հենց տնից եք աշխատում մարդկանց հետ, հաճախորդներով եք, տանարքով, վաճառքով եք զբաղվում, ինչ էլ որ անում եք, լավ աշխատանք է, դուք շատ գոհ եք ձեր աշխատանքից, ամեն ինչ նորմալ էր, ֆինանսները վաստակում եք, դուք բավականին բանիմաց եք ձեր գործում, բայց հանկարծ ինչ որ կոնֆլիկտներ են առաջանում, տեսնում եք, ես չգիտեմ, գիտեք, ինչ որ մեկը, մանավանդ եթե տնից եք աշխատում, ինչ որ մեկը ինչ որ email է գրում ձեզ, ինչ որ մեկը տեքստ է ուղարկում, ինչ որ մեկի հետ խոսալու արդյունքում այսպիսի աշտարակ է քանդվում, հարաբերություններ են քանդվում, հաճախորդ եք կորցնում, կամ աշխատանքի վայրում ինչ որ ասում են մեկին, հիմա այդպես լինում է, չէ՞, ասում են, այս email-ը կոպիտ էիր գրել գրավոր խոսքում, կարող եմ ասել ինչ որ գրավոր խոսքում է այստեղ, դրա համար եմ ասում, հաղորդակցման միջոցով է, որ ճանապարհը փակվում է, ինչ որ մեկը ինչ որ մեկից նեղվում է, ասածից դուք եք գրել, ձեզնից են նեղվել, թե ձեզ են գրել, դուք եք նեղվել, բայց կարող եմ ասել, որ այն ուրախ լավ աշխատանքը հարմարավետ, հանկարծ ճանապարհը փակվում է, աշտարակը քանդվում է, եթե դուք ուզում եք երկար մնալ աշխատել, իրականում ես տեսնում եմ, որ դուք իրականում մտածում եք տեղափոխության մասին, որովհետև գիտեք, ինչ որ մի պահ կարծում եմ կլավանա գործերը, փոփոխություն մի փոքր կլինի, բայց իրականում ես կարծում եմ դուք շատ մեծ փոփոխություն եք ուզում եւ ես տեսեղ կորուստ եմ տեսնում անկեղծ ասած, մի փոքր կարող է ուզենան փորձեն ձեզ պահելու համար խոստումներ տալ, կշտկեն իրավիճակը, չեմ կարող ասել, խոստանում են, որ ամեն ինչ կփոխվի, բայց ես տեսնում եմ կորուստ իրականում տեսնում եմ կորուստ, կա ինչ-որ մեկ աշխատանքի վայրում փորձում է խորամանկել, միգուցե ձեզ փորձում են խաբել, համոզել, որ մնաք, որտեղ դուք լավ մասնագետ եք, ձեզ հավանում են,
կարող է այդպես էլ լինել, կդժվարանամ ասել ում ինչպես կվերաբերի, այնպես է, բայց տեսնում դուք շատ հիասթափված եք, շատ եւ դուք ընդհանուր միջև որոշում եք հեռանալ։ Ես գիտեք չեմ տեսնում, որ դուք հեռանում եք անկեղծ ասած, որտեվ բանալին նշանակում էր տարբերակը ձեր ձեռքում է, դուք պետք է որոշում կայացնեք, ինչպես որոշեք այդպես էլ կլինի, շարունակեք խոսել, միգուցե դուք պայմաններ առաջարկեք, այս հաճախորդի հետ չեմ ուզում աշխատել, այս մարդու հետ չեմ ուզում աշխատել, կարող է այդպես լինել, ամեն դեպքում բանակցության մեջ է հարցը, բանալին, լուծումը այս հարցի, ես տեսնում եմ, որ ձեզ ինչ-որ նոր տարբերակներ առաջարկում են, բայց դուք դեռ էլի փնտրում եք տարբերակներ եւ էլի դեռ լուսնով ինֆորմացիա եք ուզում, միգուցե դուք ավելի լավ պայմաններ եք ուզում, ինչ որ ձեզ առաջարկում են, որտեղ տեսնում դուք շատ եք նեղվել, շատ են ձեզ նեղացրել։ Դե համել դա առիթ է, գիտեք, երբ որ նեղվել եք եւ եթե ձեզ իսկապես հավանում են, ուզում են որ մնաք, ճիշտ է, բոլոր պայմաններն էլ կարող եք թելադրել, որովհետեւ բանալին ձեր ձեռքում է, դուք ինչպես ուզեք, այդպես էլ կլինի։ Ես կարծում եմ, որ դուք պետք է լավ պայմաններ, աշխատավարձ ուզեք շատ, ժամերը փորձեք պակասեցնել, նոր օֆիս կարող եք ուզել, ամեն դեպքում տեսնում եմ, որ ինչ որ մի նոր պայմաններ, նորություն, փոփոխություն կլինի, բայց ես ասում եմ լուսնով դուք դեռ կասկածում եք, դուք դեռ վստահ չեք կորոշեք, թե չեք որոշի, կմնաք, թե չեք մնա, իրենց նոր պայմանները կընդունեք, թե չեք ընդունի։ Որոշումը կլինի ձերը, հարգելներս։ Ես բանալիով էլ ասում եմ, որ ինչ էլ որոշեք, դուք այդպես էլ կլինի։ Ես ձեզ հաջողություն եմ ցանկանում, հարգելի կշարքներ։ Այժմ տեսնենք ինչպիսին կլինեն գործերը աշխատանքում եւ կարիերայում կարիճների համար։ Փորձենք երկու տարբերակ, ում կվերաբերի, ում որ տարբերակը կվերաբերի, հարգելներս, այն էլ կարող եք ձեզ վերագրել։ Առաջին տարբերակ եւ երկրորդ տարբերակ։ Ինչ է սպասում ձեր գործերում, հարգելի կարիճներ։ Հարգելի կարիճներ, ես այստեղ տեսնում եմ բաժակների ասպետը, ձեզ նոր առաջարկություն է գալիս, կամ դուք նոր գաղափար ունեք, շատ հետաքրքիր է, տեսնում եք մարդը ոգևորված, նոր առաջարկություն, արի այս գործի մեջ գումար դնենք, այս գործն անենք, այս, չգիտեմ, առաջարկություն ամեն դեպքում, ինչ-որ մեկը ձեզ ինչ-որ հետաքրքիր բան է առաջարկում, դուք էլ շատ ոգևորված եք, բայց ամեն դեպքում դուք ինչ-որ վախեր կասկածներ ունեք, եւ կարտերն էլ հուշում են, որ ձեզ ավելի շատ ինֆորմացիա է պետք, միգուցե մարդը շատ ոգևորված է, միգուցե հոյակապ գաղափար է ինչ-որ առաջարկում է, ամեն դեպքում մի քիչ զգույշ եղեք, միանգամից մի վստահեք, փորձեք ավելի շատ ինֆորմացիա պարզել, ճշտել ձեզ համար, ինչ է առաջարկում, ինչքանով է հավանական, ինչքանով է հնարավոր, ինչքանով է ռիսկային գործը, որ առաջարկում են կամ գործը կամ գործարքը, որտեղ լուսինը նշանակում է, որ ամեն ինչ կարող է ձեզ ամեն ինչ չեն ասում, կարող են ինչ-որ բաներ թաքցնել, փորձեք ճշտել ամեն ինչ, մինչև գործարքի մեջ մտնելը, նույնիսկ եթե մարդը ձեզ համար շատ մտերիմ անձ է։ Գիտեք, հետաքրքիր է, ես տեսնում եմ, որ դուք բավականին շատ ինքնավստահ մարդ եք, ձեր գործի մեջ վարպետ եք, եթե դուք բիզնես ունեք, ձեր գործն ունեք, դուք շատ լավ մասնագետ եք, շատ հանգիստ եք ձեր աշխատանքում, բավականին փորձ ունեք, շատ այսպես, շատ լավ մասնագետ եք, կարող եմ ասել, եթե բիզնեսմեն եք, ապա բավականին փորձված բիզնեսմեն եք, դուք շատ լավ գիտեք ինչպես եք անում, ինչ եք անում ձեր գործերում, եւ նույնիսկ եթե առաջարկը այսպես բիզնեսի հետ է կապված, ոչ թե ինչ-որ մեկի համար եք աշխատում, այլ ձեր գործն է, դուք շատ ինքնավստահ, շատ հանգիստ եք, դրա համար էլ ձեզ առաջարկում են, որտեղ վստահ են, որ ձեզ հետ կարող են գործերը իրականում հաջողության հասցնել։ Ես այստեղ տեսնում եմ, որ ամեն դեպքում բանալին ձեր ձեռքում է, որոշումը ձերն է, ես մինչև էլ ասացի, որոշողը դուք եք, ձեզ են առաջարկում։ Ես տեսնում եմ ամպեր են կուտակված, որովհետև մարդը մի տեսակ շտապեցնում է ձեզ։ Այսինքն շատ արագ, եթե չանենք այսօր, չանենք մի շաբաթվա ընթացքում, հետո ուշ կլինի, չենք հասցնի, կարտերը հուշում են եւ լուսնով կարող եմ ասել եւ ամպերներ են կուտակված։ Մի շտապեք, մի թույլ տվեք ձեզ շտապեցնեն։
մի թույլ տվեք, որովհետև մարդը չի է շտապեցնում, կարող է այդտեղ ինչ-որ ինֆորմացիա լինել, որ ձեզնից թաքցնում են, ամպերը կուտակված ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, փորձեք պարզել, մինչև ամպերը չցրեք, ձեզ համար ամեն ինչ չպարզվի, մի մտեք գործի մեջ, այդպես կարող եմ ասել։ Ես կարող եմ ասել, որ ամեն ինչ ձեզ համար շատ հաջող է վերջանալու, դուք կարողանաք այս գործը մինչև վերջ հասցնել եւ դրական ավարտ ունենալ, բայց ինչպես դուք կորոշեք, այդպես էլ կլինի։ Միգուցե դուք ինչ-որ պայմաններ փորձեք փոխել, բայց ես տեսնում եմ շատ հաջող, այսինքն դուք կորուստներ չեք ունենա, չեք սխալվի, դուք շատ լավ գիտեք ինչ եք անում գործերում, ձեր մասնագետ եք, վարպետ եք եւ կարծում եմ, որ կմտածեք, հարցեր կտաք, կպարզեք ձեզ համար, կասկածները կցրվեն եւ դուք հաջողության կհասնեք, հարգելիներս։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում նաև այստեղ հարգելի կարիճներ, բավականին զբաղված կլինեք, այստեղ էլ նոր գաղափար կա, սա էլ նոր գաղափար ջահերի, տեսնում եք, ասպետներ եմ տեսնում, ինչ որ այսպես դուք ձիու վրա շատ այսպես մարտական տրամադրված, բավականին զբաղված երևի ժամանակ ելնելու նաև կարիճների համար, հատկապես գործունեության բիզնեսի առումով, շատ հետաքրքիր մարդկանց հետ կարող եք հանդիպել, շատ լավ մարդկանց դրական իմիջիալով, շատ դրական ընկերներ են, գործընկերներ են, պարտներներ են, ձեր գաղափարն է, դուք մյուսին եք գնում, ձեր գաղափարով կիսվում եք, ուզում եք ինչ-որ մեկի հետ երկուսով գործ անել, թե ձեզ են գալիս, առաջարկություն անում են նոր գաղափարով, որպեսզի կարողանաք միասին գործ անել, կդժվարանամ ասել, ամեն դեպքում տեսնում եմ ձիավորը, ասպետը նոր փայլուն գաղափարով շատ ոգևորված, շատ էնտուզիազմով, շատ վստահ, որ գործը հաջողության եք հասցնելու եւ տեսնում եմ եւս մեկ հոգի, այսինքն այստեղ երկու հոգու մասին է խոսքը, մարդիկ ինչ որ ոգևորվել են եւ գործ են ուզում անել միասին։ Շատ հաջող է, հարգելիներս, այս դեպքում էլ եմ տեսնում, շատ հաջող է, հանդիպում եք, զրուցում եք, փոխում եք իրավիճակը, ինչ էլ որ լինի, այսինքն բոլոր տարբերակները եւ մեծ հաջողություն փոփոխություն կլինի, իսկ փոփոխությունը արևով է վերջանում, շատ հաջող կլինի, եթե ուզում եք ինչ որ պարտների հետ աշխատել, գործընկերոջ հետ, տեսնում եք երկու գեղեցիկ տուզ եմ տեսնում, շատ գեղեցիկ։ Եթե ինչ որ մեկի հետ չէ, ընդհանրապես դժվար է երկուսով գործ անել, ինչքանով կարող եք վստահել ձեր գործընկերոջի, իսկ ես տեսնում եմ, որ դուք վստահում եք։ Եթե սա ես կարծում եմ գործընկեր է, բայց եթե գործընկեր չէ, սա տան տղամարդն է, ինչ որ որոշում է կայացրել, հանկարծ ինչ որ գաղափար է այսպես ծնվել իր մտքում եւ ինքը որոշել է պետք է անի, պատասխանատվությունը վերցնում է իր վրա, շատ հաջող կլինի, բայց ամեն դեպքում ինձ թվում է այստեղ երկու հոգու միջև է գործը, հանդիպում են, զրուցում են, չգիտեմ, ինչ են անում իրենց գործերում, տեսնում եմ լուրջ փոփոխություններ, իսկ հետո վերջում տեսնում եմ, որ ի վերջո այս գործը շատ հաջող։ Փոփոխությունները դուք արդեն հուլիս ամսվա ընթացքում կտեսնեք հարգելիներս, բայց դրանից հետո էլ այս գործարքը ինչ որ նոր գաղափար ունեք, իրականում փայլուն գաղափար է, արևով կարող եմ ասել, շատ հաջող կլինի։ Տեսնենք ինչ է սպասվում կարիճներին իրենց ներողություն, ինչ է սպասվում աղեղնավորներին իրենց աշխատանքում, կարիերայում եւ գործերում առասարակ։ Երկու տարբերակ եմ ընտրում, հարգելիներս, որը ձեզ վերաբերի, այն էլ կարող եք ձեզ վերագրել։ Ինչ է սպասվում աղեղնավորներին իրենց աշխատանքում եւ կարիերայում։ Երկու կարտ դուրս եկավ, լավ, դե դուրս եկավ, ուրեմն թող մնա։ Տեսնենք ինչ են ասում կարտ։ Երկու հոյակապ կարտ է դուրս եկել, հարգելի աղեղնավորներ։ Իսկ տեսնում եմ դուք ինչ որ որոշման առաջ եք կանգնած, ինչ որ ճանապարհի մեջտեղում, չգիտեք, այս կողմ գնաք, այն կողմ գնաք, մտածում եք, ցուն բռնում եք, որոշումներ եք ուզում կայացնել։ Չեմ կարող ասել որոշումները ինչի հետ են կայացված, բայց երկու հոյակապ կարտ եմ տեսնում։ Այն աղեղնավորները, ովքեր արդեն որոշումները կայացրել են եւ վաղուց արդեն ինչ որ ներդրումներ են արել, ինչ որ հիմք են գցել ինչ որ գործերի համար, պտուղ կտա, պտուղներն ի վերջո կգան։ Տեսեք, ես այս կարտով կարող եի ասել, որ պտուղները կլինեն, պետք է երկար սպասել, բայց այս կարտը Պենտակլի թագավորը նշանակում է, սա արդեն հարուստ մարդն է, հարուստ, կայացած, ֆինանսապես շատ, այսպես լավ վիճակում, հա, կապիտալներ ունեցող, գույք ունեցող մարդ է։ Այսինքն կարող եմ ասել, որ ոչ թե պետք է երկար սպասեք, այլ դուք արդեն, նրանք ովքեր արդեն ինչ որ գործի մեջ գումար էին դրել, ինչ որ գործ էին սկսել, դուք արդյունքը արդեն կտեսնեք, հենց հուլիս ամսվա մեջ։ Շատ հաջող կարտեր եմ տեսնում, ֆինանսի առումով եմ տեսնում, դե գործեր ինչի համար են կանում հարգելիներս, ֆինանսի համար։ Իսկ չեմ կարող ասել այս որոշումը ինչի հետ է կապված։
Բայց ես տեսնում եմ, որ եթե գործ արդեն արել եք, սպասել եք, հուլիսին ոչ թե նոր ներդրում կանեք, այլ դուք արդեն արել եք գործերը, հուլիսին դուք արդեն կտեսնեք ձեր աշխատանքի պտուղները, հարգելի աղեղնավորներ, ճիշտ գործ եք արել, ճիշտ գործում եք ներդրում արել, ճիշտ գործ եք սկսել, ճիշտ որոշումներ եք կայացրել, կարող եմ ասել, բավականին դժվար ճանապարհ է ամեն դեպքում անցել, ես որոշումներն էլ տեսնում եմ, որ որոշումներ կայացրել եք, հարգելի աղեղնավորներ, թվում է թե չէ, ինչ լավ է, լավ գործարք եք ընկել, լավ գործ եք արել, պտուղները քաղում եք, այսպես ձեզ մեծ հաջողություն է սպասում, բայց իրականում որ տեսնում եմ այս ճանապարհն ինչպես եք անցել, շատ բարդ կարտեր եմ տեսնում իրականում, շատ գեղեցիկ եմ տեսնում, բարդ կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ ճիշտն ասած, որ ինչ որ ամեն դեպքում կոնֆլիկտներ եղել են, անհամաձայնություններ եղել են, բայց կարողացել եք այդ հարցերը լուծել, մարդկանց հետ հաշտվել, լեզու գտնել, ինչ գործ եք արել, ինչ այս աշխատանքի վայրում է, որտեղ եք դժվարանամ ասել, ինչ որ գործ արել եք, որ արդեն բավականին ժամանակ է արել եք, միգուցե մի քանի շաբաթ է, մի քանի ամիս է այս գործի մեջ եք, տեսնում եմ կոնֆլիկտների անհամաձայնություններ եղել են, պարտադիր չի կոնֆլիկտը վեճ լինի, պարզապես անհամաձայնություններ գոլեգաների կամ մարդկանց հետ ում հետ որ աշխատում էիք, բայց կարողացել եք զրուցել, փոխվել է, շտկել եք, ընդհանուր համաձայնության եկել եք, նորից գործը աշխուժացել է, բայց հետո նորից էլի ինչ որ կորուստ է եղել, ես չեմ կարող ասել, ինչ որ մեկը գործից հեռացել է, ինչ որ մեկը էլի օծություն է արել, որտեվ ինչ որ էլի աշտարակ է քանդվել, այսինքն լավ սկսեց, հաշտվեցիք, բայց հետո նորից էլի ձախորդություններ, կորուստ եմ տեսնում։ Միգուցե ինչ-որ մեկը գործից դուրս է եկել, ինչ-որ գործ եք անում միասին, իսկ հետո տեսնում եմ այսպիսի գեղեցիկ կարտեր, հարգելիներս, անկախ բոլոր կասկածներից, վախերից, անհանգստություններից, կան նաև շատ հավատարիմ մարդիկ, այս օձերը հեռանում են դուրս են գալիս, կամ դուք եք հեռացնում, կամ իրենք են հեռանում ձեր կյանքից, կամ ձեր գործերից, աշխատանքի վայրից, այսպես միանգամից տեսնում եք սրտեր, միայն սրտեր եմ տեսնում, շատ լավանում են ձեր գործերը, տեսնում ձեզ ֆինանսներ գալիս են, բայց շատ նվիրված մարդիկ էլ կան ձեզ, ես չեմ կարող ասել տուն այստեղ ինչ կապ ունի, ձեր գործերը տանարք ու վաճառքի հետ են կապված, տների հետ են կապված, չգիտեմ, մարդիկ գնում են ուրիշների համար տներ են մաքրում, չէ, տներ են վերանորոգում, տներ են կահավորում, այնքան տարբեր տեսակ տների հետ կարող է գործեր ու բիզնեսներ լինել։ Ամեն դեպքում տեսնում եմ շատ լավ մարդկանց հետ եք աշխատում, լավ էլ գումարներ, միգուցե ձեզ լավ էլ նվերներ են տալիս, բացի կոնկրետ գումարից, չեմ կարող ասել, բոնուսներ են տալիս, ինչեր են տալիս։ Շատ ձեր սրտով է, շատ ուրախ եք, որտեղ այս սխալ մարդիկ բոլոր դուրս են գալիս։ Մի տեսակ այդ մարդիկ հեռացել են, մնացել են միայն լավ մարդիկ, միայն լավ աշխատողներ, գործերը գնացել են դեպի հաջողություն, իսկ հիմա էլ եմ ասում, այս դժվար ճանապարհը, որ անցել էիք, իրականում տեսնում եմ շատ հաջող։ Գալիս է հարստությունը, ունեցվածքը, ձեր աշխատանքի պտուղները կքաղեք արդեն սկսած հուլիս ամսից, հարգելիներս։ Լավ ճանապարհ է բացվում ձեզ համար։ Իսկ եթե գիտեք, այստեղ որոշումը նշանակում է, որ կային սխալ մարդիկ, այդ մարդկանց պետք է հեռացնել, ուրեմն հեռացեք, եթե դուք գործ եք անում, որ միգուցե ինչ-որ հաճախորդ կա, որ խնդիր էր առաջացնում, այդ որոշում եք հեռացնեմ, չհեռացնեմ, ամեն դեպքում հաճախորդ է, պետք է հեռացնել որոշումներ, հեռացրեք սխալ մարդկանց, դրական մարդիկ ավելի կավելանան եւ դուք կհասնեք ձեր բոլոր նպատակներին։ Ինչ եմ տեսնում երկրորդ տարբերակում, տեսնում եմ թրերի թագավորը եւ տեսնում եմ այս արագիլը, այսինքն փոփոխության, տեղափոխության կարտը, ինչ որ մեկը այսպես թրով կտրում է, չգիտեմ, աշխատանքի վայրում, կա ինչ որ մեկը, միգուցե շատ սուր լեզու ունի, պաշտոնով կարող է մեկը լինել իմիջայլոց, որը բավականին խնդիրներ է առաջացնում, կամ ուզում է դուք հեռանաք, կամ դուք եք ինչ որ մեկի պատճառով ուզում գործից հեռանալ, հարգելի աղեղնավորներ, տեսնենք։ Ամեն դեպքում աշխատանքի վայրում կամ գործերում կա ինչ որ մեկ այսպես շատ կոշտ, կոպիտ մարդ է, որն իրականում կարող է խնդիրներ առաջացնել ձեզ համար։ Չէ, իրականում ճիշտն ասած բոլորովին վատ չեմ տեսնում։ Գիտեք, կարող եմ ասել մարդը միգուցե ինքը շատ էլ կոպիտ մարդ է, իսկապես, ասենք շատ չոր, կոշտ, կոպիտ մարդ լինել, բայց ես իրականում տեսնում եմ, որ ինքը ձեզ իրականում շատ լավ բաներ է առաջարկում։ Եթե այս մարդը ես այստեղ էլ եմ տեսնում, պաշտոնով մարդ եմ տեսնում, գնում եք, հանդիպում եք, զրուցում եք, իրականում մարդը կարող է ձեզ պաշտոն առաջարկել, փոփոխություն առաջարկել կամ ուղարկել ձեզ գործուղման։
Հասկանում եք, հնարավոր է, ինքը էլ եմ ասում, կարող է շատ այսպես չոր կոպիտ մարդ լինել, բայց իր առաջարկությունը ձեր հանդեպ բոլորովին էլ բացասական չէ, շատ լավ եմ տեսնում, էլ եմ ասում։ Ինչ որ մեկը կարող է ձեզ կամ պաշտոն է առաջարկում, կամ տեղափոխություն գործուղման է ձեզ ուղարկում, ինչ էլ որ անում է, հանդիպելու եք, զրուցելու եք մարդկանց հետ, շատ զրույցներ, շատ հանդիպումներ են լինելու։ Եվ շատ հաջող է լինելու, շատ հաջող ձեզ համար, չէ՞։ Ես իրականում շատ լավ եմ տեսնում հարգելիներս։ Առաջի տպավորությունը մի քիչ բարդ էր, որտեղ տեսնում եմ տեղափոխություն, տեսնում եմ այստեղ թրերի թագավորը, մտածում ինչ որ մեկի պատճառով գործից դուրս է գալիս։ Ոչ, բոլորովին, ուղղակի միգուցե շատ կտրուկ, այսպես մարդը որոշել է, բայց շատ դրական է ձեզ համար։ Ինչ փոփոխություններ լինի աշխատանքի վայրում, ուր էլ ձեզ ուղարկում են, ինչ էլ որ անում են, շատ դրական կլինի, հարգելի ներողություն, հարգելի աղեղնավորներ։ Շատ լավ է։ Տեսնենք ինչ է սպասվում այդ եղջյուրներին հուլիս ամսվա ընթացքում իրենց աշխատանքում, կարիերայում, գործերում։ Ես ընտրում եմ երկու տարբերակ հարգելիներս, որը ձեզ կվերաբերի, այն էլ կարող եք ձեզ վերագրել։ Առաջին տարբերակ եւ երկրորդ տարբերակ։ Այս ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի աջեղջյուրներ, տեսնում եմ արև եւ տեսնում եմ բանալի։ Գիտեք, շատ մեծ հաջողություն է սպասում ձեր աշխատանքում, գործերում, ինչ գործունեություն էլ, ինչ գործարքներ, որ կնքում եք, աշխատանքում, կարիերայում շատ մեծ հաջողություն, բանալին ձեր ձեռքում է, շանս կունենաք, նախ մեկ հաջողության շանս կունենաք, երկրորդը կարող եմ ասել, որ ձեր ձեռքում է իրականում ձեզ հնարավորություն կտրվի հուլիս ամսվան ինչ որ հաջողության հասնել ձեր գործերում, աշխատանքում, պայմանագրեր եք կնքում, նոր գործ եք սկսում, նոր աշխատանք, չգիտեմ, ինչ եք անում։ Իսկ բանալին կլինի նաև խոսելու մեջ, ինչպես կխոսեք, ինչպես ձեզ կներկայացնեք, ինչպես կբանակցեք։ Իրականում շատ հաջող եմ տեսնում։ Որոշ աջեղջյուրների համար աշխատանքում, կարիերայում գործերը կլինեն շատ հաջող։ Իսկ բանալին հաջողության հասնելու շփման մեջ է եւ ճիշտ շփման, բառերը ճիշտ ընտրեք, ինչպես խոսել։ Սա էլ արև էլ ոչ մի կարճ չեմ անում։ Երկրորդ արևը, հարգելիներս, տեսեք, երկու արև, կրկնակի հաջողություն է սպասում, նոր աշխատանք եք սպասում, նոր լուր եք լսում, գործերի, գործարքների հետ անիմաստ է նոր կարծես չեմ կարող անել։ Բանալին ձեր ձեռքում է, ձեզ կրկնակի հաջողություն է սպասում։ Այստեղ այս ուղղակի չգիտեմ ինչ պետք լինի, որ դուք անհաջողության մատնվեք, ասեք բացառվում է, էլի։ Մտածեք, զգույշ խոսեք մարդկանց հետ, հաճախորդների հետ, աշխատանքի վայրում, հարցազրույցերի, եթե աշխատանք եք փնտրում, անպայման հուլիսին եղեք շատ ակտիվ, կրկնակի հաջողություն եմ տեսնում ձեզ հարգելիներս, անպայման աշխատանք կգտնեք, գործները կլինեն շատ հաջող որոշ աջեղջյուրների համար։ Իսկ այստեղ տեսնում եմ աջեղջյուրներ, որոնք իրականում աշխատանք փնտրում են, որովհետև տեսնում եք ճգնավորը մենակ է, գնացել է, փնտրում է ճանապարհ է դուրս եկել։ Ես կարծում եմ, որ կարող են լինել մարդիկ, ովքեր աշխատանք չունեն, տարբերակներ են փնտրում, աշխատանք են փնտրում, կլինեն մարդիկ, որոշ աջեղջյուրներ, որոնք իրականում գումար վաստակելու միջոց են փնտրում։ Չէ, հիմա միայն աշխատանքով չէ, որ մարդիկ դե ինչ էլ անում եք աշխատանք է։ Հիմա ես կարտ եմ նայում, սա էլ է, չէ, աշխատանք։ Ամեն վիդեոն տևում է 1 ժամ, 4 նշանի համար, այսինքն ես գոնե 3-4 ժամ միայն վիդեո եմ նկարում, դրանից հետո խմբագրում եմ, տեղադրում եմ, բավականին աշխատանք է։ Շատ անգամ 6-7 ժամից ավել է տևում, ես 2-3 օրվա վիդեոները կարողանամ տեղադրել։ Աշխատանք է։ Ընդ որում աշխատանք, ոչ էլ վարձատրվում։ Բայց մարդը տվյալ դեպքում կարող է էլի օնլայն ինչ որ գործ է ուզում անել, կարող է մարդիկ տանը նստած, չէ, ինչ որ ունեն, խոսում են, վարում են հաղորդումներ, չգիտեմ ինչեր են անում, եւ դրանով կարողանում են գումար վաստակել։ Այսինքն շատ այսպես ծանր, դժվար աշխատանք չէ։ Իսկ ես տեսնում եմ այստեղ միգուցե նաեւ պարզապես գումար վաստակելու միջոց են փնտրում, ոչ թե աշխատանք։ Ես կարծում եմ, որ ինչ էլ որ անում եք, աշխատանք է, չէ, ինչ էլ որ անում եք, դա էլ աշխատանք է, բայց մարդը իրականում տարբերակներ է փնտրում։ Տեսնենք։ Միգուցե տարբերակ է փնտրում ավելացնելու աշխատանք ունի, երկրորդ աղբյուր է մարդը փնտրում աշխատանքի, այդպես էլ կարող է լինել։
Այսինքն ամեն դեպքում տեսնում եմ, որ ատեղջուրներն ուզում են շատացնել իրենց ֆինանսները։ Այո, դեպս էլ կա Միչայլոց, ես այսպես կարող եմ ասել, որ ատեղջուրները երկրորդ աղբյուր են փնտրում եւ կգտնեն հարգերներս, տեսնում եմ այստեղ 10-ով գումարներ գալիս են, տեսնում դուք արդեն աշխատավարձել ունեք, այո, շատ հաջող ամիս կլինի նաեւ երկրորդ խմբի համար, նրանք ովքեր արդեն ունեն աշխատանք եւ լավ էլ գումարներ վաստակում են, բայց դե մարդը ուզում է ավելի շատ գումար աշխատել, փնտրում է նոր տարբերակներ, որպեսզի կողքից էլի կարողանա աշխատավարձից բացի եկամուտ ձեռք բերել, հանդիպում են մարդկանց հետ, զրուցում են, տեսնում են, բավականին աշխուժ են ատեղջուրները հուլիս ամսվա ընթացքում եւ իրականում տեսնում եմ երկու աղբյուր հարգելիներս կգտնեք, նա ով փնտրում է, նա գտնում է, իրականում կգտնեք աղբյուր, ինչպես ձեր ընկերները կարող են ձեզ օգնել, շատ հետաքրքիր մարդկանց հետ կարող եք հանդիպել, հանդիպումների կարտով եմ տեսնում, մարդկանց հետ հանդիպում եք, զրուցում եք, շատ լավ դրական մարդիկ կլինեն, սա ձեր աշխատանքն է, դուք շատ լավ աշխատում եք, լավ էլ աշխատավարձ ունեք, լավ էլ դիրք ունեք ձեր աշխատանքում, երկրորդ աղբյուրը փնտրում եք, կգտնեք։ Ես երկու արևով էի տեսնում, որ ձեզ համար շատ լավ ամիս էր հարգելի ատեղջուրներ, աշխատանքի գործունեության հետ կապված ինչ պլաններ ունեք, հուլիս ամիսը ձեզ համար շատ լավ ժամանակահատված է, որպեսզի սկսեք եւ լինեք ակտիվ ձեր գործերում հարգելիներս։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում ջրհոսներին հուլիս ամսվա ընթացքում աշխատանքում, կարիերայում։ Ես կընտրեմ երկու տարբերակ, որը ձեզ կվերաբերի, այն էլ կարող եք ձեզ վերագրել հարգելիներս։ Առաջին տարբերակ եւ երկրորդ տարբերակ։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելի ջրհոսներ, կան ջրհոսներ, որոնք ատում են իրենց աշխատանքը, բառից բուն իմաստով, տեսնում եք ինչպիսի վիճակում է, ինքը զգում է այսպես, որ բոլոր կողմերից հարվածում են իրեն, ինքը մի տեսակ զգում է այսպես անպաշտպան իրեն խոցված աշխատանքի վայրում, շատ անհաջող մարդիկ են միգուցե ում հետ որ աշխատում է, շատ բարդ իրավիճակ է, դուք շատ այսպես տարբերակներ եք փնտրում, տեսնում եմ այստեղ հանդիպում, միգուցե դուք ուղղակի սիրում եք ձեր աշխատանքը, բայց մարդկանցից եք նեղվում, չեմ կարողանա ասել, այստեղ ինչն է ձեզ նեղացնում, բայց հաջորդ կարտը տեսնում եմ շատ դրական, միգուցե փորձեք այլ մարդկանց հետ հանդիպել, շփվել, զրուցել, փորձեք այլ աշխատանք գտնել, որտեղ սա շատ դժվար, բարդ իրավիճակ է, շատ դժվար, ձեզ թվում է, թե բոլոր կողմերից այսպես հարվածում են ձեզ։ Բավականին բարդ վիճակ տեսնում եմ իրականում, բայց ես կարող եմ ասել, որ սա հուլիսին չի լինում, հարգելիներս, այսպիսի վիճակում արդեն գտնվում են որոշ ջրհոսներ։ Գիտեք, ես տեսնում եմ, որ փորձում եք, հաղորդակցում եք, շփվում եք մարդկանց հետ, կամ միգուցե ինչ-որ հաղորդակցման միջոցը ձեր աշխատանքն է այդպիսին, չեմ կարող ասել, հաճախորդներն են, կոպիտ են, կոպտում են, բարկացնում են ձեզ, որտեղ ես տեսնում եմ տարբեր կողմերից տարբեր մարդիկ են ձեզ երևի նեղացնում, ում հետ էլ որ գործ ունեք, բայց սա հաղորդակցման հետ եմ տեսնում կապված է, բացասական է, դրա համար շատ նեղվում եք։ Գիտեք, ես կարող եմ ասել, որ շատ տաքսիր կարտեր եմ տեսնում։ Գիտեք, ինձ թվում է, որ դուք դեմ չեք լինի ձեր աշխատանքից դուրս գալ, ուղղակի դուք վախենում եք ֆինանսական կորուստներից, այսինքն չեք կարող ձեզ թույլ տալ դուրս գալ, որովհետև եթե աշխատանքից դուրս գաք, ձեր ֆինանսները կկանգնեն։ Այնպիսի տպավորություն եմ ստանում, որ եթե սա տան տղամարդն է, ապա տանը ինքն է միակ գումար վաստակողը, իր վրա է տունը հենված, եւ եթե ինքը չաշխատայի աշխատանքից դուրս գա,
ապա տան ֆինանսները կկանգնեն եւ ինքը ուղղակի մարդը տարբերակ չի տեսնում ամպեր են կուտակված տեսնում են փորձում է ինչ որ մեկի հետ կիսվել փորձում է տարբերակներ գտնել բայց ես տեսնում եմ որ առայժմ տարբերակներ չի տեսնում միգուցե զրուցում է փորձում է ինչ որ մարդկանց հետ զրուցել աշխատանք գտնել բայց տեսնում են որ իրեն լավ աշխատանք չեն առաջարկում ընդ որում տարբեր մարդկանց հետ է զրուցում տեսնում եմ կանայք տղամարդիկ փորձում է զրուցում է միգուցե աշխատանքի վայրում փորձում է թեթևացնել իր վիճակը ինչ որ հաճախորդների կամ գործի ինչ որ չգիտեմ այդ բարդ մասը ինչ հատված աշխատանք ինչ գործ է անում որ այդպես բոլոր կողմերից հարվածում են իրեն միգուցե ուզում է իր ղեկավարների հետ խոսել որպեսզի թեթևացնեն իր վիճակը ես տեսնում եմ որ իրականում ոչ միտեղ էլ չի տանում դա որովհետև այդ աշխատանքի այդ բնույթն է որ իրեն շատ գումարներ բերում է ես տեսնում եմ որ մարդը լավ էլ վաստակում է եւ ընտանիքն իր վրա է դրա համար ինքը չի կարող եթե աշխատանքից դուրս գա ապա իր ֆինանսները կկանգնեն Գիտեք, ես տեսնում այո, որ բավականին լավ գումարներ է վաստակում։ Դրա համար էլ երևի շեֆերն իրեն ասում են, որ գիտես, միգուցե դժվար գործ ես անում, բարդ է, քեզ մարդիկ կոպտում են, բայց հենց դրա համար է, որ դու կարողանում ես այդքան գումար վաստակել։ Ու եւ իրականում տարբերակ չկա, չեք կարող Եթե այդ գործը չանեք, այդ գումարներից պետք է հրաժարվեք։ Գիտեք, ես տեսնում եմ, որ բավականին դժվար ժամանակահատված է ձեզ համար, որովհետև տեսնում եմ ձեր նպատակներին չեք հասնում, այսինքն աշտարակը քանդված է։ Մյուս կողմից ես երկու շատ գեղեցիկ կարտ եմ տեսնում։ Հարգելներս, իրականում կթեթևանա ձեր վիճակը հուլիսի ընթացքում։ Այսինքն նրանք, ովքեր այս վիճակում չէին, ձեզ համար դա ձեզ չի վերաբերում։ Ովքեր արդեն այսպիսի վիճակում են, որտեղ չեմ կարծում, որ հուլիսին միանգամից այսպես ամեն ինչ խառնվելու է իրար, չէ։ Ես տեսնում եմ, որ դուք արդեն այսպիսի վիճակում եք, մտել եք հուլիս այսպիսի նեղված վիճակով։ Ես տեսնում եմ թեթևանում է, գիտեք, միգուցե փորձեք նոր աշխատանք գտնել ամեն դեպքում։ Միգուցե նոր աշխատանք գտնեք, հետո նոր գործից դուրս գաք։ Որովհետև ես տեսնում եմ, որ հնարավոր է դուք իրականում որոշեք դուրս գալ, բայց դուք արդեն ունեք առաջարկություն, արդեն աշխատանք գտել եք։ Եթե չեն կարող ձեր ֆինանսները կանգնել, ես տեսնում դա միակ տարբերակը։ Իրականում տեսնում եմ մարդիկ, որոնց հետ հանդիպում եք հաճելի զրույցներ եք ունենում, եւ տեսնում իրականում, որ դուք իրականում հաջողության էլ կհասնեք։ Որովհետև սա նորմալ վիճակ չէ եւ տեսնում եմ, որ ձեր աշխատանքի վայրում իրականում ձեզ օգտակար չեն լինում, ձեզ չեն կարողանում օգնել թեթևացնել ձեր վիճակը, ձեզ պարզապես հակառակ ասում են, որ դե ուզում ես շատ գումար վաստակել, պետք է դժվար գործել անես։ Ես տեսնում եմ, որ փոփոխություն հնարավոր է հարգելներից, նոր աշխատանք փնտրեք, գտեք եւ դուրս եկեք այդ աշխատանքից։ Ինչ եմ տեսնում երկրորդ տարբերակում, ես տեսնում եմ այստեղ շատ հետաքրքիր լավ գործ եք ունեցել, չգիտեմ, նոստալգիայի կարտ եմ տեսնում եւ տեսնում եմ ինչ որ խոչընդոտ։ Ինչ որ նոր բան է եղել, ինչ որ չգիտեմ, աշխատանքի գործերի հետ կապված մի տեսակ երևի շատ վաղուց եք գործ անում, նոստալգիան կապված է անցյալի հետ։ Անցյալում ինչ որ չգիտեմ, ինչ եք արել, ամեն ինչ լավ է եղել, շարունակում եք նույնպես նույն գործը անել, ինչ որ շատ վաղուց արել եք, բայց իրականում տեսնում եմ, որ այսօր այդ նույն ձևով չեք կարող աշխատել, այսօր չի աշխատում, ինչ որ առաջներում աշխատել է, առաջ շատ լավ է եղել ձեզ համար, այսօր իրականում աշխատանքում տեսնում եմ դա խոչընդոտ է։ Պետք է փոխեք միգուցե ձևերը, ձեզ մի փոքր պետք է երևի նորովի վերաբերվել աշխատանքին, նորամուծություն պետք է մտցնել աշխատանքում երևի թե։ Գիտեք, կարող եմ ասել։ Այո, կարող եմ ասել, իրականում խոչընդոտը կա, բայց դուք կկարողանաք հարցը լուծել, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Այո, միակ տարբերակը, որ կարող եմ ասել, ինչ որ առաջներում արել եք, հա, հնում արել եք, ինչպես որ աշխատել եք, դա կարող է այսօր այնքան չաշխատի, բայց ես փոքր խնդիրներ եմ տեսնում, մեծ խնդիրներ չեմ տեսնում։ Ես չգիտեմ, դուք ինչ նոր ծրագիր եք միգուցե ներմուծում, ինչ եք անում, նոր մարդիկ միգուցե բերեք ձեզ կարողանան օգնել, որտեղ ես տեսնում ձեզ ֆինանսներ գալիս են, տեսնում եմ փոփոխություն, տեղափոխություն, մի քիչ դե վախեր անհանգստություններ կան, որովհետև ել եմ ասում, ինչ որ առաջ շատ լավ էր աշխատում, հանկարծ ինչ որ սկսել է լավ չաշխատել, բայց ես արևովել եմ տեսնում, մարդիկ էլ կան ձեր 4 կողմը ձեզ օգնում են, սա դուք եք փոփոխությանը կարողանում եք ադապտացվել, սովորում եք, ինչ որ մի նորամուծություն եք անում, եւ իրականում շատ հաջող կլինի, ես տեսնում եմ։ Նույնիսկ եթե դուք անհանգստություններ ունեք, ես արևովել եմ տեսնում, շնովել եմ տեսնում, տասովել եմ տեսնում, չէ, իրականում կկարողանաք փոխել, բայց ելի եմ կրկնում, ինչ-որ բան պետք է փոխեք աշխատանքի հետ կապված։ Ձեր գործն է, ինչ եք անում, ինչպես եք անում, ինչ որ մի նոր տեխնոլոգիա պետք է ընդգրկել ձեր գործում։ Ամեն դեպքում ինչ որ առաջ անում եք չէր աշխատում, այսօր մի փոքր պետք է նորովի մոտենաք աշխատանքին կամ ձեր գործունեությանը եւ ամեն ինչ շատ լավ կլինի հարգելներս։ Տեսնենք ինչ է սպասում ձկներին հուլիս ամսվա ընթացքում, իրենց աշխատանքում, գործերում, կարիերայում։
Ես ընտրում եմ երկու տարբերակ հարգելիներս, դուք ընտրեք որը, որ ձեզ կվերաբերի։ Այսինքն պետք չէ ընտրել, պարզապես վերագրեք ձեզ այն, ինչ որ կվերաբերի։ Կարծում եք, որ ձեր պատմությունն է, դա էլ կլինի ձերը։ Տեսնենք, ինչ է սպասում ձկներին հուլիս ամսվա ընթացքում, աշխատանքում եւ կարիերայում։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելի ձկներ, որոշ ձկներ աշխատում են տանը եւ իրականում լավ էլ գումարներ վաստակում են եւ մի քիչ ավելի կաշխատեն, կկարողանան իրենց գործերն ավելի լավացնել, այսպես կարող եմ ասել։ Համենայն դեպքում առաջ խաղացում կնի ձեր գումարները կարողանաք շատացնել, ավելացնել։ Եթե հազիվ նույնիսկ յոլա եք գնում, կկարողանաք։ Միգուցե կարող է երկրորդ տարբերակը նաև տնից եք սկսում աշխատել, չէ, այսինքն օնլայն մարդիկ կարողանում են գործ անել, չեմ կարող ասել բլոգեր եք դառնում, ինչ եք անում, երկրորդ գործ եւ ավելացնում եք դրանով ձեր ֆինանսները։ Եթե տան առք ու վաճառքի հետ կապված է ձեր գործերը լավ կլինեն, ձեր ֆինանսները դրանից կավելանան, նշանակում է աշխատանք գործ կլինի։ Եթե աշխատանքի վայրում ձեզ շատ հարմար լավ եք զգում, երկրորդ էլ եմ ասում տարբերակ աշխատանքի, իրականում ֆինանսապես տեսնում առաջ խաղացում։ Դες եթե ֆինանսներն ավելանում են, ուրեմն ինչ-որ բան ճիշտ եք անում ձեր գործերում հարգելիներս։ Շատ մեծ գումարներ չեմ տեսնում, ճիշտն ասած, պարզապես տեսնում եմ առաջ խաղացում։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելի ձկներ։ Գիտեք, տեսնում եմ ինչ-որ ամեն դեպքում ինչ-որ մի նոր բան եք սկսել, ինչ-որ մի նոր փոփոխություն է եղել ձեր գործերում, էլ եմ ասում, միգուցե նոր աշխատանք եք սկսել կամ ինչ-որ նոր գործ եք սկսել անում եք, կասկածներով, վախերով էլ սկսել եք, որտեվ նոր եք աճեցնում, ինչ էլ որ անում եք, միգուցե տնից եք աշխատում, տան հետ եք կապված։ Կարող եմ ասել, որ սկզբում մի քիչ այսպես շատ արագ, շատ հաջող չի սկսվել աշխատանքը, մի տեսակ կայուն է եղել, բայց շատ քիչ գումարներ եք վաստակել, գործը առանձնապես աշխույժ չի եղել, կանգնած է եղել, ես չեմ կարող ասել, եթե ինտերնետով օնլայն եք ինչ-որ գործում, սա կարող է լինել օնլայն, այդ դեպքում առանձնապես մարդկանցից ձեզ, չգիտեմ, այդպես շատ միգուցե բաժանորդագրվողներ չեն եղել, շատ դիտումներ չեն եղել, մարդիկ շատ լավ չեն արձագանքել, մի տեսակ կանգնած է եղել գործերը, բայց ես տեսնում եմ իրականում շատ կտրուկ փոփոխություն կլինի։ Կարևորը մի թողեք, մի հեռացեք, մի հրաժարվեք ինչից որ անում եք, ինչ էլ որ սկսել եք, շատ դանդաղ սկսել եք, բայց կտրուկ փոփոխություն կլինի, մի հրաժարվեք, որովհետև տեսնում եք, այդտեղ եւ մարդիկ կավելանան, եւ դուք կարող եք սկսել գումարներ վաստակել, ամեն դեպքում ես հաջողություն տեսնում եմ։ Ես այստեղ էլ եմ տեսնում, պետք է ինչ-որ նորամուտություն միգուցե մտցնել, միգուցե ինչ-որ նորովի մոտենալ հարց, ինչ-որ մի նոր բան սովորել, նոր այսպես չեմ, նորովի նայել, ինչ կարող եք, ինչպես կարող եք ավելացնել լավացնել ձեր աշխատանք, ավելի արդյունավետ կարող եք գործն անել, բայց ես տեսնում եմ, որ իրականում մարդիկ են ավելանում, շատ հետաքրքիր մարդիկ են ձեզ հետ պատասխանում են մարդիկ, եթե այդպիսի տարբերակ կա, եթե դա այդպես չէ, նոր ինչ-որ գործ եք սկսել, ինչ-որ աշխատանք օնլայն չեք անում, իրականում տեսնում եմ, որ շատ հանդիպումներ առանձնապես չեն եղել, շատ զրուցում եք, միգուցե բանակցում եք առանձնապես պատասխանները ձեզ չեն գոհացնում, բայց կտրուկ փոփոխություն է լինում, կարծում եմ, գիտեք, փոփոխություն լինում է հենց այն ժամանակ, որ դուք մտածում եք, միգուցե թողնեմ հեռանամ, միգուցե այս գործը չի աշխատելու, հենց այդ պահին, երբ որ որոշում եք, որ միգուցե հեռանամ, իրականում ամեն ինչ կփոխվի, հետաքրքիր է։ Մի խոսքով, եթե նոր ինչ-որ գաղափար ունեք, ինչ-որ գործ եք սկսել, ինչ-որ նոր մի բան եք ուզում անել, գործ եք սկսել, իրականում մի հրաժարվեք, նույնիսկ եթե ուշանա արդյունքը, դուք արդյունք մինչև հուլիսի վերջ արդեն կսկսեք տեսնել, եւ նույնիսկ ինչ-որ գումարներ կսկսեք աշխատել, ոչ շատ մեծ գումարներ, բայց կսկսեք աշխատել։ Տարօրինակ կարտեր եմ տեսնում նաև այստեղ հարգելի ձկներ, երկրորդ տարբերակում տեսնում եմ դուք զգում եք ձեզ շատ այսպես վախեցած, անվստահ, ձեզ 4 կողմից հարվածում են եւ տեսնում եմ օծ։ Ձեր աշխատանքի վայրում կա ինչ-որ մեկը, չնայած ես տեսնում եմ բազմաթիվ թրեր, այսինքն դուք չես թվում թե 4 կողմից ինչ-որ ձեր նկատմամբ հատուկ ագրեսիա կա, բացասական վերաբերմունք կա, բոլորն են ձեզ շրջապատել այսպես թրերով, սրերով, չար լեզուներով, բայց ես տեսնում եմ կոնկրետ մի հոգի հաստատ կա, օծի լեզու ունի, այսինքն ինչ-որ մեկը ձեզ վիրավորել է, նեղացրել է կամ մշտապես, չգիտեմ, բուլինգ է անում, չէ, կա այդպիսի բան, ինչ որ, չգիտեմ, ձեր վերադասն է, կին է ընդ որում, ինչ որ կին ձեզ աշխատանքի վայրում նեղացնում է։
Հարգելի ձկներ, ում հետ սա ում չի վերաբերում, դուք այսպիսի վիճակում չեք, սա ձեզ չի վերաբերում։ Սա չի նշանակում ինչ որ ես տեսնում անպայման հուլիսին լինելու է, ձեր գործերը լավ են, հանկարծ կլինի, չէ, մարդը արդեն այսպիսի վիճակում է, ինչ որ մեկը կա, աշխատում է հետը, որը իրեն լավ չի վերաբերվում։ Սա իրենց է վերաբերում։ Բավականին բարդ կարտեր եմ տեսնում, բավականին բարդ, ես մի քանի տարո կարտել հանեմ, նոր կտեսնեմ, նոր կխոսեմ ինչ եմ ուզում ասել արգելներս, էլ եմ ասում, ում գործերը լավ են, սա ձեզ չի վերաբերում, չներշնչեք ձեզ, չտրամադրվեք, ես այստեղ շատ բարդ կարտեր եմ տեսնում, սա նորություն չէ, ինչ-որ մեկին արդեն աշխատանքի վայրում այդ նույն կինը նեղացրել է անընդհատ, իսկ հիմա ուղղակի երևի թե դանակը ոսկորին է ասել, ինչպես ժողովուրդն է ասում, հա, մարդը արդեն էլ չի կարողանում հանգիստ գտնել, չի կարողանում գիշերները քնել, որտեղ չգիտի ինչպես վարվել։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Նույն բանն եմ տեսնում, երկու դեպքում էլ ես նույն բանն եմ տեսնում արգելներս։ Շատ բարդ վիճակ է իրականում, այո, վստահ ինչ-որ մեկը ձեզ շատ նեղացնում է ձեր աշխատանքի վայրում եւ սա նոր չի սկսվել, վաղուց է եղել։ Տեսնում եք, շատ բարդ կարտեր եմ տեսնում, այո, դուք ինչ սկսել եք այս աշխատանքը, հենց կարող եմ սկզբից էլ եղել է, տեսեք, պայմանագիրը կնքվել է, սկսել եք այս աշխատանքը անել, այս կինը եւ օծ եմ տեսնում, եւ բոլորը խաչ են աշխատանքի հետ կապված։ Այս օծ կինը, այս տեսնում եք, այստեղ էլ եմ տեսնում էլի։ Անընդհատ ուզում է որ դու գործից դուրս գաք, այս կինը ձեզ չի սիրում, չեմ կարող ասել ինչ կարող է, պարզապես նախանձում է ձեզ ձեր հաջողություններին, չեմ կարող ասել մի գործընկերոջ նկատմամբ խանդում է, այդպես էլ է լինում, հավատացեք, ես չեմ տեսնում այստեղ տղամարդիկ, բայց դուք չեք էլ պատկերացնի, թե մարդիկ ինչում կարող են մարդկանց նախանձել։ Ամեն դեպքում կա ինչ-որ մեկը, որ կոնկրետ ուզում է որ դու գործից դուրս գաք։ Առաջին օրվանից ինչ աշխատել եք, այդ կինը ձեզ չի սիրում եւ չի էլ թաքցնում, որ չի սիրում։ Միգուցե վերադաս է, միգուցե վերադաս չի, պատահի չի ձեր անմիջապես շեֆը լինի, ձեր վերադասը լինի, պարզապես կարող է միգուցե դիրքով ձեզնից առավել լինի, կամ պարզապես մեկը, որ այսպես ասեմ, պարզապես գոլեգա է, եւ տեսնում եմ, որ նա ուրիշներին էլ կարող է լարում է ձեր դեմ, որտեղ ձեզ թվում է, որ արդեն 4 կողմից շրջապատել են ձեզ հրերով, այսպես սրերով եւ թրերով։ Այսինքն ինքը ուրիշներին էլ է լարում, բամբասում է, խոսում է ձեր ետևից եւ ամեն ինչ անում է, որպեսզի դուք թողնեք գործից դուրս գաք։ Դուք այսպես բանալին ձեր ձեռքում է, այսինքն դուք այս վիճակը ինչպես պիտի կարողանաք լուծել, ամեն դեպքում վստահ եմ, որ դուք մտածում եք, անդադ մտածում եք, փորձում եք հասկանալ տարբերակներ գտնել, ինչպես դուրս գալ։ Տեսնում եք, դուք իրականում ֆինանսական խնդիրներ ունեք, դրա համար էլ աշխատում եք եւ վախենում եք երևի աշխատանքը կորցնել, դրա համար էլ դուրս չեք գալիս։ Գիտեք, ես ինչ այսպես տեսնում եմ, գիտեք, շատ այսպես արագ հանգարց ձեզ համար կպարզվի։ Տեսնում եք, ես աշխուժություն եմ տեսնում։ Իրականում հանկարծ ձեզ համար ինչ որ աշխուժություն կլինի, չգիտեմ, ինչ որ մեկը գա, ինչ որ մի բան կասի։ Միգուցե ձեզ ինչ որ աշխատանքի տարբերակներ առաջարկեն։ Փորձեք շփվել, որովհետև ես այստեղ տեսնում եմ խաչը, գիտեք, եթե դուք պետք է հեռանաք աշխատանքից, իսկ ես տեսնում եմ, որ դուք հեռանում եք աշխատանքից, այսպես ճակատագրով պետք է այդպես էլ լիներ։ Դուք կզրուցեք, կփորձեք բացատրվել, կփորձեք իրավիճակը մեղմացնել, կփորձեք բամբասողների որոշ մարդկանց բացատրել, հասկացնել, որ իրականում ինչ որ ասում են ճիշտ չեն ասում։ Ես ի վերջո տեսնում եմ այստեղ աշտարակը քանդվում է եւ տեսնում եմ կինը հեռանում է, ասինքն դուք ի վերջո ստիպված եք լինելու հեռանալ, որովհետեւ ճակատագրով այդպես է, ես էլ եմ ասում, եթե ճակատագրով է, դուք ոչինչ անել չեք կարող, եթե մնաք ավելի վատ է լինելու, իրականում կյանքը ձեզ պետք է միտեղից հեռացնի, պետք է հեռացնի, եթե դուք ինքներդ չհեռանաք, հետո շատ ավելի ծանր եք տանելու, ես տեսնում եմ, որ իրականում պետք է, որ դուք հեռանաք, դուք որոշել եք, չեք որոշել, շատ բարդ կարտեր եմ տեսնում, որտեղ ահավոր վատ մարդկանց հետ եք աշխատում, հարգելիներ, տեսեք, ես նմանատիպ կարտեր եմ տեսնում նաև այստեղ, տեսեք, տեսնում էլի աշտարակը քանդվում է, այստեղ էլ տեսնում եմ, աշտարակը քանդվում է, այստեղ տեսնում եմ դուք տարբերակ չեք գտնում, իրավիճակը այնպիսին է, որ դուք ընտրության առաջ եք կանգնած, աչքերը փակ է, այսինքն դուք չեք կարողանում գտնել տարբերակ, տարբերակը կա, պետք է հեռանալ, սա աշխատանք չէ ձեր համար։ Այո, ինչ որ մեկը կա, ինքը լավ էլ պաշտոն դիրք ունի, լավ էլ գումար է վաստակում, կամ դուք իր ուզածը չեք անում, իրեն չեք ենթարկվում, մարդը ուզում է իր համար սուրճ բերեք, գնաք իր համար գնումներ անեք, չեք անում, չեմ կարող ասել ինչպիսի հարցեր են, ես Հայաստանում գիտեմ, այդպես մեծ հիմնարկներում ինչեր են կատարվում։ Դրա համար եմ ասում, շատ ծանրաբեռնել են ձեզ, ծանր աշխատանք եք անում, շատ հոգնած եք, տեսնում եք, ես տեսնում եմ այստեղ ցրերի 9 եմ տեսնում, 10 եմ տեսնում, այսինքն այս վատագույն վիճակն է, եթե էլի մնաք, էլ եմ ասում 9,
դառնալու է 10, չի լավանալու այս վիճակը, ես չեմ տեսնում, որ լավանում է, տեսնում եմ այստեղ լուսնով ձեր կասկածներն ու վախերը, բայց մյուս կողմից տեսնում եմ արև, շատ ճակատագրական լուրջ պահ է ձեզ համար, արևը նշանակում է հաջողություն, ձեզ համար հեռանալը ճիշտ է, հարգենես, ես չեմ կարող ասել դուք հուլիս ամսին հեռացաք, հենց հուլիսին աշխատանք կգտնեք, բայց իրականում մի դուռը փակվում է, մյուսը բացվում է, ես տեսեք, եթե վերջում արև չտեսնեի, կարող էի ասել, իրականում անպայման հեռացեք, մի բան կլինի, մի դուռ կբացվի, ոչ շատ լավ կլինի ձեզ համար, ոչ միայն ձեր նерվային համակարգը, առողջությունը կվերականգնվի, կհանգստանաք, այլ ձեզ համար ավելի լավ բան է նախատեսված, ձեզ համար իսկապես դուռ կա, որ կբացվի, այս երկուսը շատ հետաքրքիր կարտեր են, տեսնում եք, երբ որ լուսինը մայր է մտնում, չէ, լուսինը հեռանում է երկնքից, արևն է դուրս գալիս, ձեզ համար տեսնում եմ, լուսինը դա խավարն է, դրանք բոլոր բարդություններն են, պրոբլեմներն են, որ ջրի երես են դուրս գալիս, ասում են, մեր բոլոր կորուստները, խնդիրները, պրոբլեմները, անհաջողությունները լուսինը տանում է իր հետ, այ լուսինը կտանի իր հետ, արևը իր հետ կբերի ձեզ նոր աշխատանք, նոր հնարավորություններ։ Հեռացեք, եթե այսպիսի իրավիճակ է, ես ասում եմ, թրերի 9-ից դառնում է 10, չի լավանալու վիճակը, ավելի է վատանալու։ Աշխատանքից հեռացեք, ձեզ շատ ավելի հետաքրքիր նոր աշխատանք է սպասում։ Չեմ կարող ասել երբ, որտեղ, բայց տեսնում եմ, որ ձեզ համար իրականում նոր արև կբացվի։ Պարզապես առաջինը պետք է թողնեք վատ աշխատանքը գնա, դուրս գաք մի տեղից, որպեսզի կարողանաք ձեզ համար նոր աշխատանք գտնել։ Հարգելիներ, ես ձեզ ամենայն հաջողություն եմ մաղթում։